Եղել է արդյոք ձեզ հետ նման իրավիճակ, երբ տեսել եք մի բան ու տարակուսել, ասել այս մասին, թե ոչ։ Շատ մարդիկ են գերադասում ստի մեջ ապրել եւ նրանց պետք չէ այդ ճշմարտությունը։ Թող մեզ ուշադրի լսեն բոլոր այն մարդիկ, որոնք հենց հիմա երակի եւ քառակի հարաբերությունների մեջ են։ Քառակի էլ լինում։ Հնգակի էլ է լինում։ Մեկի հետ գրվում է, մյուսի հետ ժամադրվում է, ապրում է կնոջ հետ, բայց մեկ այլ կենցաղ վարում է մեկ այլ կնոջ հետ։ Բազմաշերտ մարդ է։ Այո, շերտ եւ բազմաթիվ հարաբերություններ կրող մարդ է։ Այդ ինչից է, որ մի ամբողջ քրիստոնյա ազգ թաքուն, բայց վարում է բազմակի կյանք։ Ամեն ինչ սկսում են գրավոր ֆլիրտից։ Ամուսինը ուզում է ներել կնոջ դավաճանությունը, բայց վկաներ կան։ Փաստացի անհավատարմությամբ նախ ամուսնական փուլում զույգը իրականում հարսանիքով ամուսնանում է։ Ինչ հույսով։ Սեփական կնոջը կարող են անտեսել, բայց սիրեն բոլոր կանանց։ Ողջույն, երբեմն կյանքում հայտնվում ենք իրավիճակներում ու չենք կողմնորոշվում ինչպես վարվել հենց այս պահին։ Այդ իրավիճակներից մեկը, երբ տեսնում ես ընկերուհուդ ամուսնուն մեկ այլ կնոջ հետ ու մտածում, ասել այդ մասին ընկերուհուդ, թե չասել, որն է ճիշտ։ Այսօր այս իրավիճակի վերլուծությունն ենք անելու հոգեբան Մարիամ Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ամենաբարդ թեման, այո, խճճված, լաբիրինտային եւ բազմաշերտ վստահել եք ինձ։ Կասեմ շնորհակալ եմ։ Փորձենք միասին հասկանալ այդ իրավիճակները։ Ինչպես հասկացա, մտահոգ եք այն թեմայով, որ երբ տեսնում ենք։ Այո, երբեմն լինում են իրավիճակներ, երբ մարդ տեղեկանում է, պատահական է տեսնում, երբ իր հարազատի ամուսինը կամ կինը կամ ընկերուհու, ընկերոջ զուգընկերը այլ հարաբերություններ ունի կամ ենթադրում է, որ ունի, արդյոք այս մասին պետք է ասել կնոջը կամ նշանածին կամ զուգընկերոջը, արդյոք պետք է բարդացնել իրավիճակը, թե չխառնվել սրան։ Շատերը կասեն, պայմանականորեն նրանց անվանենք խումբ առաջին, մեր ինչ գործն է, իսկ մյուս խումբը կասի, իսկ ինչպես չասել, չէ՞ որ դա իմ հոգատարությունը եւ մտահոգությունն է։ Եկեք վերլուծությունը տանենք երկու խմբերին էլ տեղի տալով, որովհետեւ չի կարելի միանշանակ մեկ ճշմարտությամբ առաջնորդվել։ Խումբ առաջին, ովքեր կմտածեն, որ սա մեր գործը չէ, նրանք ունեն իրենց ճշմարտության չափաբաժինը, որովհետև այո, վտանգը կա, որ իրենց չեն հավատա, կստանան մեղադրանք, կվնասեն հարաբերությունները եւ ամենակարևորը, որ դրանից օգուտ չկա։ Մյուս խումբը այն մարդիկ են, ովքեր ըստ երևույթին ավելի մոտ են կանգնած եւ իրենց համար ոչ թե կարեւոր են հարաբերությունները, որտեղ կա սուտը, որտեղ կա թաքստոցները, այլ այն հարաբերությունները, որտեղ եթե ինձ էր տրված դա տեսնելը, այսինքն այդ ինֆորմացիան իմ դաշտն է, ինչ որ մի բան պետք է անեմ դրա հետ, որովհետեւ առաջին խումբը ընդունակ է ծածուկ ինֆորմացիայի մեջ ապրել, նույնն է ստի մեջ ապրել։ Երկրորդ խումբը կընտրի, որ չեմ կարող ստի մեջ ապրել, եւ այս մարդիկ ռեալ են եւ իրականում կան։ Հավատացած լինենք, որ երկու դեպքում էլ ճշմարտության եւ ոչ այնքան ճիշտ պահելաձևի քննարկումները կարող են իրենց ուրույն տեղը գտնել մեր հարաբերություններում։ Եկեք ուղղակի այսպես վարվենք, այս մյուս կողմից քննարկումը տանենք։ Երբ որ մեզ են գալիս եւ տեղեկացնում նման հարաբերությունների մասին, մենք ուզում ենք դա լսել, մենք պատրաստ ենք շնորհակալ լինել, թե ամեն դեպքում առաջինը մտածում ենք ինչու ասեց, ինչու այդ ինֆորմացիան ինձ հարցրեց, հավասար է նրան, որ արյունս պղտորեց։ Ես իմ ստի մեջ կարող էի երկար ապրել։ Իսկ մյուս խումբը, կրկին լսողների խումբը, կարող ասել շնորհակալ եմ, դու իմ աչքերը բացեցիր եւ ես այդ սրիկային մերկացրեցի, կամ այդ դավաճանի հետ ես այլևս գործ չունեմ։ Երկու խմբերի բաժանելով մենք արդեն 4 տեսակ հարաբերություններ ճիշտ է ունեցանք՝ լսողը եւ արձագանք տվողը։ Արձագանք տվողին ունկնդիր եղած մարդու հոգեբանությունը։ Այս բոլոր դեպքերում, սիրելի Ամալիա, մենք պետք է հիմա մի կարևոր լուծում բարձրաձայնենք, դա հարաբերությունների բալանսն է։ Գիտեք, իրականում շատ մարդիկ են գերադասում ստի մեջ ապրել եւ նրանց պետք չէ այդ ճշմարտություն։ Ուստի, եթե ես այդ ինֆորմացիայի կրողն եմ եւ ընկերուհուս կամ
քրոջս կամ հարազատից լավ եմ ճանաչում, ես մինչև նրան ինֆորմացիան ասելը պետք է այդ հարցը ինձ տամ, իսկ նա ուզում է դա իմանալ, չէ՞ որ հարաբերություններում շատ հաճախ, շատ դժվար է ինչ-որ բան թաքուն պահել, զգայական մակարդակում անգամ մարդը գիտի իրենից կողակիցը հեռացել է թե ոչ, այնտեղ երրորդ գոնե թե կռահում է եւ ինքը հետամուտ չի լինում դրան։ Ինչպես մատուցել ճշմարտությունը մեղավոր դուրս չգալու համար իհարկե կխոսենք, սակայն նախքան դա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին սեղմելով զանգակը։ Մեկնաբանությունների բաժնում գրեք կուզենայիք լսել ճշմարտությունը թե ոչ, եղել է արդյոք ձեզ հետ նման իրավիճակ, երբ տեսել եք մի բան ու տարակուսել, ասել այս մասին թե ոչ։ Մեզ կարող եք գտնել նաև սոցիալական հարթակներում, դրանք Instagram, Facebook եւ TikTok-ն են։ Տիկին Մեհրաբյան, շատ կարևոր է տվյալ իրավիճակում հասկանալ ով է առջևումդ կանգնած, ինչ արժե համակարգ ունի, հոգեկերտվածքը, ներքին ուժը, ռեսուրսը, որովհետև մի պարագայում այո կարող է ասել ես չի իմանա, կանցներ կգնար, մյուս պարագայում ես պիտի իմանայի եւ այդ հարցին լուծում տա եւ լուծում տալը ամենևին էլ ամուսնալուծությունն ու բաժանումը չէ, միգուցե եւ լինի այլ լուծում։ Երբ դուք առաջարկում եք, որ յուրաքանչյուր մարդ ինքը տա իրեն այդ հարցը, միգուցե իմ անձի պարագայում, այո, ես ուզում եմ իմանալ ճշմարտությունը եւ որոշել ինչ անել։ Բայց արդյոք ես ինձանով պիտի դատեմ տվյալ իրավիճակի հանգուցալուծումը ասել թե ոչ, թե մտածել դիմացինից ցանկությունն ու տեսակը ինչպիսին կլինի եւ ինչպես հասկանալ։ Միգուցե ինչ-որ անուղղակի ճանապարհներով հասկանալ ինքը ինչպես կվարվել եւ այդպես վարվել իրեն հետ։ Այս խորքային հարցին պատասխանելու համար մենք եւս մի տարբերակ ունենք, որ աշխատում է ամենից արագ։ Դա տվյալ անձի հետ խոսելն է, որին դու տեսնում ես, այսպես ասած, ոչ ճիշտ ճանապարհին, նրան կարող ես նամակ գրել, զանգահարել, հյուր կանչել եւ ասել, գիտես, ես այդ ինֆորմացիայի կրողն եմ եւ ինքս չգիտեմ ինչ անել դրա հետ։ Եթե դու ընկերուհուս դավաճանում ես, եթե դու եղբորս դավաճանում ես, անպայման ուզում եմ երկու սեռերին անդրադառնանք, ամեն դեպքում իմ կաբինետում տեղի են ունենում եւ հարաբերություններ, եւ կանայք կան այդպիսի հարաբերությունների մեջ եւ տղամարդիկ, երկու կողմն էլ։ Սա ամենաազնիվ ճանապարհն է, որ դու քո տեսած ինֆորմացիան քննարկես, միգուցե այդ մարդուն նաև կօգնես, որ նա մոտենա եւ ասի, գիտես, սիրելիս, մեր հարաբերությունների մեջ այսպիսի խնդիր էր ծագել եւ ինձ մոտ երրորդ հարաբերություններ էին ծագել, ես հասկացա, որ դա իմը չէ, ես ետ եմ գալիս մեր հարաբերություններ կամ կներես, որ այսպես ստացվեց, ես գնում եմ դեպի այն հարաբերություններ։ Սա իդեալական տարբերակն է, որը երբեք տեղի չի ունենում։ Սովորաբար տեղի է ունենում ավելի երկարատև դավաճանության ցիկլը, անհավատարիմ հարաբերությունների ձևավորումը, քան որ մարդը ազնվորեն ավարտում է մեկ հարաբերությունը, շարունակում է երկրորդ հարաբերությունը։ Ինչին է մարդկանց պետք այսպիսի հարաբերությունները, երբ որ անգամ տեսնող մարդը ընկնում է կրակը։ Այս եւ նման հարաբերությունները բնականաբար թող մեզ ուշադրի լսեն բոլոր այն մարդիկ, որոնք հենց հիմա եռակի եւ քառակի հարաբերությունների մեջ են։ Քառակի էլ է լինում։ Հնգակի էլ է լինում։ Մեկի հետ գրվում է, մյուսի հետ ժամադրվում է, ապրում է կնոջ հետ, բայց մեկ այլ կենցաղ վարում է մեկ այլ կնոջ հետ։ Բազմաշերտ մարդ է։ Այո, շերտ եւ բազմաթիվ հարաբերություններ կրող մարդ է։ Այս դեպքում նման մարդը միանշանակ ունի իր բնութագիրը, ճիշտ է։ Այս արևի տակ փնտրում է իր տեղը ում կողքին։ Այս մարդու հետ կապված ես ինչքան է այդ ինֆորմացիան տեղ եմ հասցնում կնոջը կամ ամուսնուն, չօգնեցի։ Ավելի հաճախ միգուցե ուղղակի վատ վիճակի մեջ դրեցի այն մարդուն, ով անիմացության մեջ ավելի հանգիստ էր ապրում։ Փորձը ցույց է տալիս, որ ամենաճիշտ բանաձև այն է, որ բոլորը ապրեն իմացության մեջ եւ իմացություն ապահովող մարդը ես տեսել եմ, ես տեղյակ եմ պահում, ես արեցի լավագույնը, բայց իրականում ես չարեցի լավագույնը, իրականում այս մեկը մեղադրեցի ինձ, այն մյուսը ինձ ճանաչեց որպես մեղավոր, բայց իհարկե դրանից նրանց հարաբերությունները ավելի լավը չդարձան։ Ճանապարհը, որպեսզի այս վատ անիվից դուրս բերենք եւ ուղիղ գծով քայլենք, առաջին քայլը տեղյակ պայել, որ ես տեսել եմ եւ քեզ տալիս եմ հնարավորություն հարաբերությունները փոխելու։
Եթե ոչ, ապա ես ուղղակի պարտավոր եմ տեղյակ պահել։ Տեսեք, մեկ բանաձև է։ Մենք հիմա զրույցի ընթացքում հազար ու մի բանաձև կարող ենք քննարկել, որտեղ մարդիկ իսկապես ինչքան մարդ, այնքան տարբերակ։ Մարդկանց պետք է դա ապահովել։ Մարիամ, տեսեք, երբ մարդը ինքն է հայտնաբերում զուգընկերոջ, ամուսնու այլ հարաբերություններ, սա մի պատմություն է։ Երբ դրա մասին ասում է երրորդ անձը, արդեն իսկ երրորդ մարդու իմացությունն ու ներկայությունը խանգարում է քո ցանկությանը համաձայն հանգուցալուծում տալ իրավիճակին։ Օրինակ, ամուսինը ուզում է ներել կնոջ դավաճանությունը, բայց վկաներ կան։ Սա բարդացնում է իրավիճակը։ Միանշանակ, որքան շատ մարդ գիտի, այնքան նա չի ուզում ներել։ Որքան շատ մարդ է ունկնդիր եղել, ակնդետ այդ իրավիճակում եղել, բնականաբար դա բարդացնում է, սակայն ինչ է փորձը ցույց տալիս։ Հատկապես կանանց դեպքում, շատ մեծ տոկոս կանանց դեպքում նրանք պատրաստ են աչք փակել եւ հարաբերությունները շարունակել, որը կոչվում է չեմ ուզում տունս քանդել։ Մարդը սխալվել է ում հետ չի պատահ, որտեվ հասարակությունն էլ շատ լավ ճարպային շերտով նստածրել է կանանց գլխի մեջ, որ բոլորի տղամարդիկ այդ փորձառությունն ունեն։ Ով չի անում, որ դու էլ պատմություն ես սարքում։ Սրա դեմ պայքարը երկար է լինելու, գոնե թե իմ համայնքը պարտավոր է այդ պայքարը վարել, որ ոչ։ Եթե կա ընտրություն, այդ ընտրությունը պետք է լինի, սկսվել է, ուրեմն թող ավարտվի եւ անցնեն երկրորդ ընտրությանը։ Զուգահեռ հարաբերությունները բնորոշ չեն մեր ազգամշակութային կոնցեպտներին, դրանք մուսուլմանական են, դրանք մեզ երկար ճանապարհ չեն տանելու, որովհետեւ անգամ մեզ ծանոթ եւ մեր կողքը ապրող երկրներում մենք գիտենք, որ շատ կանայք պահանջը դնում են, որ ինքը պետք է լինի միակ կինը պայմանագրային հիմունքներով։ Այդ ինչից է, որ մի ամբողջ քրիստոնյա ազգ թաքուն, բայց վարում է բազմակի կյանք, բազմակնության կյանք։ Սա մեկ հարց։ Երկրորդը գանք կանանց դեպքում, ովքեր որ շատ երկար ժամանակ ընտանիքում չեն ստանում ուշադրություն, սեր, հարգանք, ամեն ինչ սկսում են գրավոր ֆլիրտից, ես այդպես եմ անվանում այդ նամակագրությունների շարքը։ Իսկ նրա տղամարդը շատ հանգիստ ապրում է իր համար, հաճախ նույնիսկ չունի որևէ այլ կապեր, բայց ինքը հանգիստ է։ Ոչինչ որ ինտիմ կյանքը զրոյացած է, ոչինչ որ նրանք ժամանց չունեն, ոչինչ որ երեկոներն անցնում է տոտալ լռության մեջ։ Այստեղ կինը արդեն սկսում է այլ գործիքներ բանեցնել, որտեղ բնությունը շփման, հաղորդակցման, անձնական երջանկություն կառուցելու մեջ իր պահանջները հստակ դնում է։ Հիմա այս բոլոր դեպքերում տեսեք, զույգերը ունեն լուծելու հարց, բայց երրորդ մեկ այնտեղ տանջվում է, որ ինչ-որ բան է տեսել։ Ուստի եթե այսօր մենք այդ մարդկանց համար ենք վերլուծում, որ տեսել եք այդ ինֆորմացիա, այդ ինչ անեք, հարց առաջինը պարզ էր առաջի մասից, որ հարցը տվեք, այդտեղ հարաբերությունները բալանսավորված են, կարիքը կա, որպեսզի այդ մարդկանց տեղյակ պահեք, որպեսզի ամեն ինչ կարգավորվի։ Եթե զգում եք, որ դրանից ռումբ է պայթելու, փոթորիկ է լինելու, երկրորդ տարբերակը զրուցել այն մարդու հետ, ում դու տեսել ես, եւ գալիս է արդեն երրորդ տարբերակը։ Իհարկե տեղյակ պահել։ Քեզ մոտ է ինֆորմացիան, դու այդ ինֆորմացիայի հետ մի բան պետք է անես։ Եթե առաջի երկրորդ տարբերակները չոքնեցին, չաշխատեցին եւ դու շարունակում ես տանջվել, գնում ես անգամ հոկեբանի հետ ես հարցը քննարկում եւ հոկեբանը քեզ տալիս է տարբերակներ, տարբերակներից մեկը իհարկե պատմել։ Իհարկե պատմել, որովհետեւ ազնվությունը, ճշտախոսությունը, ուղղամտությունը ոչ ոք օրենքներից դեռ չի հանել։ Երբ որ դու տեղյակ ես պահում մի անփորձ աղջնակի, որ իր նշանածը օրինակ դեռ ամուսինը չէ, երկակի կյանք է վարում, դու գոնե ապահովագրում ես, որ քո հարաբերությունները անգամ հարսանիքից հետո երկար կյանք չեն ունենալու։ Մեկ այլ կոնցեպտ մեր կողմից առաջ քաշված հետևյալի մասին է, այս մասին արդեն խոսել եմ, կրկնվում եմ ձեր եթերում։ Ամուսնալուծությունների խորքային պատճառը ջրի երեսի վրա հայտնի են նախամուսնական փուլում։ Այսինքն դու նախամուսնական փուլում տեղյակ լինելով այդպիսի վարքի մասին եւ քայլեր չձեռնարկելով ակամայից հանցակից ես դառնում նրանց ամուսնալուծության համար։ Սա շատ լավ հնարավորություն է պարակտում մտցնելու համար ամուսինների զույգերի միջև չունենալու հիմնավորում։ Արդյոք երբ նման բանի ականատես ես լինում, պիտի մտահոգվես որոշակի փաստեր ունենալու վերաբերյալ,
թե խոսքդ բավական կլինի, որովհետև դու կարող ես հայտնվել մեղադրյալի կարգավիճակում։ Ստում ես, նման բան չի եղել, նա հերքում է, ես չեմ նկատել, նախանձեցիր։ Շատ ճիշտ եք, այո, այս բոլոր մեղադրանքները տեղի ունեն։ Եվ դրա համար ոչ թե առաջի տեղում էր տեղյակ պահելը, այլ երրորդ տեղում էր տեղյակ պահելը։ Գիտեք, իրականում այս ինֆորմացիայի կրողը կարող է լինել նորահարսի, նորափեսայի, անգամ ծնողը, հարազատ քույրը, հարազատ մեկը։ Մենք ընկերուհու թեմայից քննարկեցինք, բայց կարող է անգամ արունակցական կապի դեպք։ Ես չեմ պատկերացնում որևէ մայր այդ ինֆորմացիային տեղյակ լինի եւ իր դստերը կամ իր որդուն թույլ տա այդ հարաբերությունների մեջ մնալ։ Եվ չժխտելով ձեր ճշմարտությունը, որ նա կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին, ինչ արած։ Եթե զգուշացումը, եթե ամենը տեղի չի ունենում, չի փրկում այդ հարաբերությունները, ուրեմն գոնե ինֆորմացիա կրող մարդը իմանում է, որ այն ինչ իր ձեռքում էր ինքը ճիշտ օգտագործեց։ Գիտեք, դրա մյուս կողմը կա մեղադրյալի աթոռին չհայտնվելու համար չասել, որ երբ որ ինչ-որ բան լինում, ասում է ես գիտեի, ես տեսել էի, իսկ այդ ժամանակ չկա վտանգ հայտնվել մեղադրյալը։ Իսկ եթե դու գիտեիր, ինչու ինձ չզգուշացրեցիր, թող որ ես քեզ չհավատայի, բայց զգուշ լինեի։ Այս սրա հետ ինչ անենք։ Երկու ծայրահեղ մեղադրական ուրեմն հանգուցալուծումները կան, ընտրեք սիրելիներս, կամ ընտրեք սկզբում լինել մեղավոր, կամ վերջում լինել մեղավոր, բայց այդ հարաբերությունները միևնույն է ձեր ուշադրության կենտրոն եւ չեք կարող ասել դա իմ գործը չէ, որովհետեւ դու դա արդեն տեսել ես։ Կարող եմ ձևացնել, որ չեմ տեսել, չնկատեցի, չտեսա, չճանաչեցի։ Խնդիր չկա, դա նույնպես տարբերակ է։ Կարող եք ձեզ այդպիսի դեր ապահովել, որ դուք չեք տեսնում եւ չեք լսում, բայց մի պայման, հետո չասեք, որ դուք տեսել եք եւ դուք գիտեք։ Դա ավելի վատ գնահատականի արժանի, քան ի սկզբանե մարդու տեղյակ պահել, որ գիտես, սիրո մեջ կուրությունը լավագույն ստրատեգիան չէ։ Տեսեք, իրավիճակներ են լինում, երբ կինը ինքը որոշակի բաներ նկատած է լինում կամ ամուսինը եւ որոշում է աչք փակել դրա վրա։ Երբ դա նկատելի է դառնում նաեւ այլ մեկի համար, նա պատվիսացած է համարում դա չնկատելու տալը։ Այս պարագայում այդ երրորդ անձը, չորրորդ անձը, ով ականատես է լինում այս ամենին, միգուցե լրի կնոջը հնարավորություն տալու համար համակերպվել սրա հետ, որտեղ նա ընտրություն է կատարել, պահպանել հարաբերությունները։ Այսինքն դու չտեսար, դու չնկատեցիր, դե գիտես, որ ինքն էլ գիտի, բայց լռում է նրան վատ իրավիճակի մեջ չդնելու համար։ Սիրելի Ամալիա, սա ավելի զարհուրելի է քննարկել, երբ տղամարդն է դա նկատում եւ չնկատելու է տալիս եւ հատկապես եթե ընկերները գիտեն այդ մասին, բայց հավատացած եղեք։ Զույգը, որտեղ հարաբերությունները փոխկախյալ են, ոչ թե առողջ, սեպարացված, այլ փոխկախյալ են, նրանք շատ երկար շարունակում են այդ տարբերակով ապրել, որովհետև նա նրա թթվածինն է։ Անկամ եթե դավաճանել է, ինքը պատրաստ է ներել։ Էլ չկրկնվելու պայմանով, բայց նա պատրաստ է դրա վրա աչք փակել։ Գիտեք, մենք հիմա որևէ կետում չենք քննարկում առողջ հարաբերություններ։ Քննարկում ենք հարաբերություններ, որոնք ցավոք սրտի թվով մեծամասնությունն են եւ լուծումների դաշտում քիչ լուծումներ ունեցողը փաստացի անհավատարմությամբ նախ ամուսնական փուլում զույգը իրականում հարսանիքով ամուսնանում է։ Ինչ հույսով, որ դա չի լինելու, աչք փակեց, լսեց նրա խոստումները, բայց շատ ակնհայտ է, որ այդ տղամարդը նրան չի սիրում։ Գիտեք որն է փաստը։ Նման տղամարդիկ նախ ամուսնական փուլում այդ կնոջ մեջ սկսում են փոխել ամեն ինչ, հարմարացնելով իրենց։ Այո, ու ոչ միայն բնավորությունը։ Քաշդ փոխիր, մազդ փոխիր, քիթդ փոխիր, աչքիդ գույնը փոխիր, հասակդ բարձրացրու, չգիտեմ, ոտքերի ձևը փոխիր, սա սիրո նշան չէ։ Սա տոտալիտար հարաբերությունների մի տարբերակ է, որտեղ ամեն ինչ պետք է լինի մեկի ցանկությամբ։ Սա մեկ տարբերակ։ Հաջորդ տարբերակը, որ շատ բնորոշ է այդպես կանանց, որոնք բռնատիրական ռազմավարության կողմնակից են, որ օրինակ տղան որևէ մեկի հետ շփվելու իրավունք չունի, սկսած ընկերներից, բարեկամներից, հարազատներից։ Իհարկե կնոջը լսում ես եւ
նաև կիսում ես նրա ցանկությունը, որովհետև այդ նույն ընկերախումբը ժամ պատարակ չի հասցնում եւ անընդհատ նրա կյանքում է, սահմանները դրված չեն եւ այլն, բայց միևնույն է դա կնոջ բռնատիրական ստրատեգիան չի հանում նրա էությունից եւ այդպես անառողջ հարաբերությունները շարունակում են խորանալ։ Հիմա այս իմ նկարագրած զույգերի մոտ դիցուք զույգին տեղյակ ես պահում, որ գիտես ընկերոջդ մի ուրախ ժամանցային վայրում տեսել ենք։ Եվ հարաբերությունների մեջ տեղի ունենում, օրինակ, ես հավատում եմ իմ ընկերուհուն, նա տեսել է, ուրեմն այդպես է։ Տվյալ կինը կամ տղամարդը միանգամից ռազմավարական քայլի է անցնում, դուք արդեն այդ մասին խոսել եք։ Քեզ նախանձում են եւ այլն, բայց իրականում բոլոր օբյեկտիվ պարամետրերով այնտեղ նախանձելու բան չկա։ Այնտեղ կա մի բան, որ ուղղակի աղջիկը սիրում է։ Կամ նույն ձևով տղան սիրում է, տղային շատ դեպքերում տեղյակ են պահում, որ այդ աղջիկը ազնիվ չի իր հետ, այս կամ այն հարաբերությունների մեջ է զուգահեռ, տղաներն էլ բավականին սուր են եւ արագ են նկատում նման դեպքերը, տվյալ տղան կարող է ասել, չէ, ես սիրում եմ, նա իմ հետ կփոխվի, ինձ հետաքրքիր չէ նրա անցյալը, բայց խոսքը անցյալի մասին չէ, ներկայում նույնպես աղջիկը բավականին ակտիվ շարունակում է այդ հարաբերությունները վարել։ Նման տիպ հարաբերությունները տոկոսային շատ չէ, բայց կան կյանքում։ Եվս մի նրբության վերադառնանք, որին կարծես թե չանդրադարձանք, փաստարկներ պետք է ունենալ ապահովության համար այս լուրը հայտնելուց առաջ, թե թողնել վստահության դաշտում, որովհետև այս պարագայում դու քո խոսելիությունը ավելի ես մեծացնում։ Ինչ որ մի բան լուսանկարել կամ ինչ որ մի փաստարկ պետք է ունենալու համար վատ դրության մեջ, նախանձի կերպարի մեջ չմտնելու համար, փաստարկ պետք է ունենալ, թե եթե չի հավատում խոսքիդ, այլևս իր խնդիրն է։ Խոցելի դիրքը քննարկելիս իհարկե միշտ ապահովագրված լինել պետք է, բայց չօգտագործել։ Որովհետև կարող է եւ առանց այդ փաստարկի դու ասում ես եւ նա ասում է, գիտես, ես մի բան զգում էի։ Շնորհակալ եմ։ Ես կխոսեմ, դու ինձ օգնեցիր, պետք չէ որ ես կյանքս կործանեմ այս հարաբերությունների մեջ։ Օրինակ տարբերակ 1։ Տարբերակ 2-ը, երբ որ գիտես դու անիմաստ նրան մեղադրում ես, դու չես կարող այդպես մեր հետ վարվել, նա քեզ շատ հարգում է, դու մեր տուն մուտք ու ելք ունես, ես նրան տեղյակ կպահեմ, որ դու մեր վատն ես ուզում, այս դեպքում գոնե թե կարելի է ցույց տալ, որ իրականում ես չէի ուզում այս քայլին գնալ, բայց տես։ Այս տարբերակում իհարկե փաստարկները պետք են, բայց ոչ ի սկզբանե օգտագործել, որտեղ դա նախ մարդասիրական չէ եւ դու միանգամից ծակում ես սիրտը, վերք ես առաջացնում եւ միգուցե դրա կարիքը անգամ չլինի։ Մարիամ, տեսեք, սա կարող է լավ գործիք լինել նաև իսկապես պառակտելու ցանկություն ունեցողի համար։ Անձամբ ինքը ունի այդ հարաբերությունները ամուսնու հետ, ընկերուհու կամ բարեկամուհու եւ այսպես աստիճանաբար այդ ուղղությամբ աշխատում է, ասելով, որ կարծես թե նա քեզ հավատարիմ չէ, բայց հենց իր հետ էլ դավաճանում է։ Ինչպիսի վարքագիծն է սպეციფიկ, որ կնոջը կամ ամուսնուն պիտի հուշի, որ այս լուրը ինձ փոխացում է ոչ թե հարաբերությունները պահպանելու, ընտանիքը չկորցնելու համար, այլ իր շահով դրդված։ Իրականում այստեղ միշտ կա ընտրելու հնարավորությունը հետևյալ տեսանկյունից, որ ես երբ որ տիրապետում եմ ինֆորմացիային եւ ինֆորմացիան փոխանցում եմ, կլինի արդեն երաշխիքով կամ առանց, ամենակարևոր փաստը մեկն է, որ դու անպայման համոզվիր նոր քո քայլը արա։ Ես քեզ ինֆորմացիան տալիս եմ, որ դու լինես զգոն, չխաբված, զգուշացված, ոչ թե որ քանդես այդ հարաբերությունները։ Այստեղ մի շատ կարևոր բանալի հարց կա, որը միանգամից ձեր հարցի պատասխանն է դառնում։ Այդ տարբերակը հետևյալն է։ Դու ուզում ես ապրել երջանիկ։ Այո, ո՞րն է երջանկությունը նրա հետ, որ նա ինձ սիրում է, որ նա իմ հանդեպ ուշադիր է եւ այլն եւ այլն։ Գիտես, ես այսպիսի բան եմ նկատել եւ ինքս չեմ արել եզրահանգումներ։ Կխնդրեմ երջանկությունը ամրապնդելու համար եղիր զգոն, ունեցիր քո երջանկության փաստերը, իսկ ես քո կողքն եմ։ Այսօր մայրիկները որպես կանոն նույնիսկ նկատելով իրենց որդու դավաճանությունը հարցին դրա մասին չեն ասում։ Իհարկե չեն ասում, որովհետեւ մի մասը մտածում է, որ ինչու ավելորդ լարվածություն առաջացնի ընտանիքում, ինքն է խրատում իր
որդուն, այո։ Մյուս բարագանը ասում է լավ է անում, քեզ տեղն է։ Սա ես իրական պատմություն եմ ասում, երբ սկեսուրը իմանալով որդու դավաճանության մասին հարցին ասում է քեզ հասնում է իհարկե, բա քեզ տեսել ես, բա գիտես թե միայն քո հույսով պիտի լիներ։ Սա ինչ վիճակ է։ Այս ընտանիքը այլևս փրկվելու ենթակա չէ, պիտի թողնի ու գնա կամ համակերպվի, եթե սկեսուրը կամ ընտանիքի մեծերը այսպիսի կեցվածք ունեն, լինում է, որ նույնիսկ զոնքաչն է իմանում փեսայի դավաճանության մասին եւ աղջկան չի ասում։ Շատ ճիշտ եք։ Ես իմ խոսքի մեջ ասի պատկերացրեք մայրերի հոգեվիճակը, բայց տեսեք, զոքանչները մի տարբերակել ունեն։ Զոքանչները կարող են կամ պաշտպանել փեսային ծածկադմփոց անելով, կամ եթե աղջկա կողմից է դավաճանությունը, շարունակեն նախատել աղջկան։ Այս սեքսիստական մոտեցումը ընտանիքներում շատ է շեշտված։ Ամեն դեպքում դավաճան տղամարդը ավելի շատ շանսեր ունի լավ ապրելու, քան կնոջ կողմից է։ Երկու կողմն էլ ախր չի կարելի, չէ՞, ընտանիքը սիրո մասին է։ Գանք սկեսուր մայրիկներին։ Սկեսուր մայրիկները շատ հաճախ մոռանում են, որ իրենք միջև սկեսուր լինելը մայր են ու միջև մայր լինելը կին։ Եվ կին, որի ամուսինը շատ հնարավոր է այդ նույն դառնությունը իրեն պատճառել է։ Ինչից է, որ մեր հասարակության մեջ շատ սկեսուր մայրիկներ իրենց տղաներին մեծացնում են այդքան չկնամեծար, բայց կնակենտրոն։ Խոսքը նրա մասն է, որ սեփական կնոջը կարող են անտեսել, բայց սիրեն բոլոր կանանց։ Այդպեսի թևավոր խոսք կա, իմ սկեսրայր հայրիկից եմ լսել, ասում է «Люблю всех женщин»։ Սիրում եմ բոլոր կանանց։ Այդ բոլոր կանանց հանդեպ կնակենտրոնությունը ամեն դեպքում գալիս է նաև դաստիարակությունից։ Եկեք այս ֆենոմենը հասկանանք։ Դա նրանից է, որ ցանկացած կին մեր ընտանիքում եւ մեր ընտանիքներում եւ հասարակության վայրիվերումների շրջանակներում չի հասցնում կին լինել։ Դեռատի օրիորդիկը միանգամից սիրահարվում է, մտնում է կնոջ կերպարի մեջ, կնոջ կերպարից մի քանի ամիս անց մոր կերպարի մեջ։ Սա ապագա սկեսուրն է, այսինքն նա չի կարողանալու իր իսկ որդուն բացատրել, որ կնոջը ցավ կարող է պատճառել, որտեղ նա շատ արագ մտել է մորդերի մեջ եւ այսպես քանի դար գնում է։ Միանշանակ 3-ից 4 դար կարող են քննարկել, որ մենք մորից որդուն չենք տալիս կնա մեծարություն։ Գնանք հաջորդ խորքային շերտը։ Մայրը իմացավ որդու դավաճանության մասին տարբերակ 1 չի ուզում ցավեցնել եւ մտածում է ինֆորմացիան բարձրաձայնելով հարսին կնեղացնի, որդուն կբարկացնի, տարբերակ 2 հարսին հասնում է, թող որդից դավաճանի եւ ամենա ինձ համար գրագետ տարբերակը խոսել որդու հետ, որ ես գիտեմ, անպայման հող նախապատրաստել, որ ես իմ հարսի հետ կենցաղ եմ կիսում եւ նա դրան արժանի չէ, որովհետև քո կինն է, եւ եթե այսօր քո կինը թեկուս իր համար անտես, բայց ինքը ապրում է ստորացված, ապա դա քո պատիվն է։ Չէ՞ որ այստեղ շատ ուղիղ է կապը, եթե ես դավաճանում եմ իմ կնոջը, այդ կինը ունի արցունքներ կամ ընկճվածություն, դա ում պատիվն է։ Առաջին իր տղամարդու, չէ՞ որ շատ թևավոր է, որ լավագույն տղամարդու գնահատականը նրա կնոջ արտաքին տեսքն է, փայլուն աչքեր, առողջ ժպիտ։ Մարիամ, հնարավոր է տվյալ իրավիճակից հետո որոշակի փոփոխություններ, շտկումներ տեղի ունենան եւ հարաբերությունները շարունակվեն նույնությամբ առանց փոփոխությունների։ Բացարձակապես վստահությունը միմյանց հանդեպ վերականգնվում է դավաճանությունից հետո ժամկետներ կան այդ։ Իրականում ժամկետների մասով ասեմ, որ եթե զույգը արագ քայքայվում է դավաճանության փաստից հետո, ուրեմն մինչ այդ եղած ռեսուրսները, կոնստրուկտները ընտանիքում լավ դրված չէին։ Տարբեր կողմերից քայքայիչները շատ են եղել, տարբեր մարդիկ, տարբեր զրույցներ, տարբեր պահանջներ, տարբեր սպասելիքներ։ Բայց եթե զույգը այս ամենի մեջ իրար ունի, պատկերացրեք շատ կոնֆլիկտային զույգեր ընդհանրապես վախենալու չեն, որ կբաժանան, որտեղ նրանք շատ ամուր են։ Նաև հաճախ վեճերը նրանց միացնում է, ստեղծում է ինչ-որ ցանց։ Կուտակային էֆեկտ չի լինում նաև խնդիրների։ Այո, ստեղծում է ամուր ցանց եւ նրանք կամած
այն ամեն ճգնաժամը հաղթարելուց հետո շատ ամուր են կանգնած լինում, միայն մնում է սովորեն շփվել։ Տակը դա է։ Այո։ Հիմա գանք նրան, որ եթե զույգը դավաճանության փաստից հետո փրկվում է, մնում է, ներում է, անցնում է ժամանակ, 3-4 տարի հետո կարող է իդեալական, ել ավելի բարձր մակարդակով կյանքը շարունակել, որտեղ նրանք այդ փորձությունը հաղթահարել են։ Նույնիսկ մի թակարդել կա։ Սիրուհի ունեցող տղամարդը շատ հաճախ ընտանիքում երկու տեսակի վարք է ցուցաբերում, կամ շատ սիրալիր է, շատ քաղցր է, շատ ուշադիր է, որպեսզի իր եղածը չբացահայտվի, կամ շատ ագրեսիվ է, որտեղ ինքը այդ երկակի հարաբերությունների մեջ չի տեղավորվում։ Այդտեղ էլ սեփական մայրիկի այդ խնդիրն է խորքային, դրա համար ինքը դառնում է ագրեսիվ, որտեղ ինքը ոչ թե դավաճանում է կնոջը, այլ ինքը ներքին կոնֆլիկտ ունի տոտալ վերահսկող մայրիկի հետ, դրա համար այլ հարաբերությունների մեջ դրսևորվում է, բայց դա չի լուծում իր խնդիր, ինքը ուղղակի ընկնում է երկակի հարաբերությունների մեջ։ Սա շատ այլ խորքային զրույց է այլ թեմայի համար։ Եվ վերջին հարցը, մեկ դավաճանությունից հետո արդյոք ակնկալել երկրորդը եւ երրորդը, որովհետեւ ասում են մեկ անգամ այդպես վարվողը կկրկնի արարքը կրկին։ Ոչ միշտ, բայց դա շատ հայտնի փաստ է։ Այո, մեկ անգամ դավաճանության մեջ ներված կինը կամ տղամարդը ընդունակ է դա կրկնել։ Ուղղակի ես անպայման հետևից կասեմ հոգեբանական մեկնաբանություն, որովհետեւ բոլորը նաև չվախենան այս մեկնաբանությունից։ Իրականում դավաճանության փաստից հետո մի կարևոր ոսկե օրենք է պետք հիշել։ Ինձ չեն դավաճանում։ Դա միակ հաղորդակցման տեսակն է, որը միակողմանի է։ Մարդը, ով ընտրում է այլ հարաբերություն, այո, անունը դավաճան է, բայց նա ինձ չէ դավաճանում։ Նա դավաճանում է իրեն, իր ընտրությամբ, իր որոշմամբ մտնում է այլ հարաբերությունների մեջ, լուծելու իր ներքին խնդիրները։ Մարդը, ով ունի արժեհամակարգ եւ ունի կողակից, կարիք չունի այլ հարաբերություններ։ Եթե ունի այլ կարիք, գալիս է այստեղ հարցը լուծում է։ Սա ինքնահաստատվելու միջոց է։ Ավելի բարդ երևույթներ կան, ինքնահաստատում, վախեր, բարդույթներ, շատ հաճախ, երևի թե մեր հայրերի, նույնիսկ sense պապերի սերունդը ասում էր ունենալ այլ հարաբերություն, սիրուհու ինստիտուտը, չէ՞, մի քիչ այն ժամանակ ուրիշ էր։ Դա ընտանիքի հետ կապ չունի, դա ճոխություն է, դա ցուցադրական վարք է, որ նաև միջավայրում երևա, որ դու նույնպես դա ի վիճակի ես անել, այսինքն ունենալ սիրուհի։ Զազրելի, զզվելի մի բան, որը որ այսօր տրանսֆորմացված է։ Այսօր նաև շատ կանայք պատրաստ են չունենալ ամուսնանտանեկան կապեր, որտեղ դա բեռ է կնոջ համար, բայց ունենալ տղամարդ, ով ժամանակ առ ժամանակ, բայց ստաբիլ եկամուտով իրեն պահում է ու այդ կինը անգամ կնոջ համար վտանգ չի ներկայացնում, դեռ չի ուզում քանդել այդ ընտանիքը եւ ունենալ գոնե մեկ երեխա։ Շատ տարածված է այս երևույթը։ Շատ։ Ինձ մոտ եղած ամուսնանտանեկան վեճերի մեջ դա կարող է այսօր կազմել 60+%։ Շնորհակալություն զրույցի Ես եմ համար։ շնորհակալ, հուսամ օգնեցինք մարդկանց։ Ես էլ եմ կարծում, որ այո, եւ հույս ունեմ այդպիսին, հույս ունեմ նաեւ կրկին հանդիպելու։ Ես միշտ սիրով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ առայժմ։ Հանդիպելու ենք կրկին, խոսելու ենք կրկին լավ թեմաների մասին, թեմաներ, որոնք անհանգստացնում են հենց ձեզ։ Այս թեման նույնպես մենք արծացեցինք հիմնվելով ձեր խնդրանքի վրա։ Մեկնաբանությունների բաժնում շարունակեք գրել թեմաներ, որոնց կուզենայիք, որ մենք անդրադառնանք եւ մենք մեր հնարավորությունների սահմաններում, բայց մեծ սիրով կանդրադառնանք ու կփորձենք տալ դրանց լուծումները։ Հանդիպելու ենք նորից առայժմ։